Կարող քաստինգին դուք էլ մասնակցեք, չէ։ Դուք ողջունում եք։ Հավատացյալ չէ։ Հավատացյալ եմ հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Բա ինչի։ Քաղաքական իմաստով ի պաշտոն է չեմ ուզում մասնակցել այդ մասը։ Իսկ դուք ինչ օրինակ ձևավորվեց այդ խումբը կամ հանձնաժողովը, պարոն Գրիգորյան, դուք տեսեք ողջունում եք, ասում եք, որ միանշանակ աջակցում եք վարչապետին այդ հարցում։ Դուք պատկերացնում եք ինչ մեթոդով են կաթողիկոսին հանելու վեհարանից։ Ճիշտ ասած չեմ պատկերացնում այս պահին, բայց ընթացքը ցույց կտա։ Համ պատկերացներին եք ողջունում։ Ես պատկերացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում առաքելական եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է եւ այն ուխտերին, ինչը որ ինքը իր արժեվ դրվել է, եւ այն աստվածաշնչին, ինչը որ պետք է առաջ տանի եւ ինքը պետք է լինի հավատացյալ եւ այսօր վարչապետի գրառման մեջը կար նաեւ, որ պետք է մարդը լինի գոնե մեծ պահքը պահող, գոնե ուխտերը չխախտող։ Բայց դա ով է պարզելու, դա ոնց է պարզվելու, պարոն Գրիգորյան։ Օրինակ մենք հիմա ինչ իմանանք, հավատացյալ եք համակուր է ակե, որ ինքը ձևավորի հանձնաժողով, Եվ ընտրի, հա, դուք այդպես եք կարծում։ Վարչապետը չի ձևավորում, վարչապետն ասում է, հավատացյալները Ես էլ կարող եմ լինել։ ինքն էլ կարող է լինել, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բոլորս ես ինքն է Ես եմ ընտրելու, ուղղակի բոլոր հավատացյալները, բոլոր հայ առաքելական եկեղեցու հետևորդները, այո, իրավունք ունեն իրենց խոսքը ասելու, այո, իրավունք ունեն իրենց Իսկ կարծիքն հնարավոր ասելու։ է օրինակ վեհապարին վեհարանից դուրս անեք ուժով։ Իհարկե ոչ, վեհարանում աղոթում են, վեհարանում ուժ չեն կիրառում եւ ես այո հորդորում եմ ցանկացած հավատացյալ ժողովրդի ովքեր կմասնակցել այդ process-ին, հորդորում եմ եկեղեցու ներսում որևիցե այլ գործողություն չանել, բացի աղոթք անելու։ Դուք Աղոթելով անելու եք կաթողիկոս։ աղոթելով չենք անելու, աղոթքը այնտեղ մենակ աղոթք են անում։ Դե չգիտեմ կաթողիկոսն այնտեղ ինչով է զբաղվում, բայց ընդհանրապես հավատացյալ ժողովուրդն այնտեղ աղոթք Իսկ են անում։ պարոն Գրիգորյան, որ ասում եք իհարկե ոչ, այսինքն ուժով դա բան չեք անում։ Իսկ հնարավոր է շրջապատեք օրինակ մայրաթոռը, ինչ մեթոդներ եք Տեսեք, դուք հարցը ձևակերպում եք, հնարավոր է շրջափակեք, ես ասացի ի սկզբանե, որ ես ի պաշտոնե չեմ մասնակցելու քաղաքական թիմի անդամ եք, քաղաքացիական անդամ եք։ Տեսեք, այստեղ քաղաքական հարց չի քննարկվում, այստեղ քննարկվում է հավատավոր ժողովրդի հարցը, հավատավոր ժողովուրդն այստեղ իրենց խոսքը ասելու եւ այդ քաղաքական չի, որ ասում Լավ, որպես առաքելական եկեղեցու հետևորդ, օրինակ եկեղեցին շրջափակելով եւ այնտեղից կաթողիկոսին հանելով, այս մեթոդով նրան հեռացնել, օրինակ, ձեզ համար որպես առաքելական եկեղեցու հետևորդի ընդունելի սցենար է։ Ճիշտ ասած, բոլոր սցենարներն են ընդունելի, որը որ կխթանի Հայաստանի Հանրապետության հայ առաքելական եկեղեցու եւ եկեղեցու հետևորդների կամքը, ինչը կարտահայտի նրանց կամքը, ըստ էության եւ Հայաստանի Հանրապետության առաքելական եկեղեցու հետևորդները, հայ առաքելական եկեղեցու հետևորդները իրենք ունեն իրենց կարծիքը եւ իրենց կարծիքը արտահայտելու հնարավորություն։ Օրինակ դուք կմիանաք այդ օրը եկեղեցին։ Ոչ, ես մեկ անգամ էլ ասել եմ, ասում եմ ու էլի ասելու եմ, եկեղեցու ներսում ուժ կիրառելն անթույլատրելի է։ Եկեղեցու ներսում միայն մարդը մտնելուց հոգևոր հաղորդություն ստանում, աղոթք առաքում առաստված Բայց շրջափակելը չեք բացառում օրինակ։ Ես չգիտեմ ինչ ընթացքին զարգացում կունենա։ Հիմա դուք ասում եք, ոնց որ ես պետքա կանխագուշակեմ, թե վաղը ինչ անելու հավատացյալ Ձեզ կարծիքն եմ հարցնում հնարավոր այդ մեթոդների մասին։ Ուզում եմ հասկանալ ձեզ համար ինչ ընդունելի։ Հավատացյալ ընդունելի կլինի հավատացյալ օրինակ շրջափակելը։ Ինձ համար ընդունելի կլինի հավատացյալ ժողովրդի առած յուրաքանչյուր։ Պարոն Գրիգորյան, բացի իհարկե բռնությունից։ Ձեր կարծիքով ինչու հիմա առաջացավ իշխանության եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի մոտ բարձել որոշ եկեղեցականների անձնական կյանքի առանձին դրվագներ, նաեւ կաթողիկոսի երեխա ունելու հանգամանքը կամ չունենալու հանգամանք ինչու առաջացավ եւ օրինակ դուք գիտեք կաթողիկոս ունի զավակ թե չէ։ Տեսեք, ես մի հստակ բան գիտեմ, որ այդ հայտարարությունից հետո որևիցե ժխտում այդ մասով չեղավ եւ եթե կար նման բան, բայց եթե չկար նման բան, կարային օրինակ տարբեր մեթոդներ եւ մեկը դիմեին դատարան, որից հետո եթե կպարզվեր որ մենք Հակոբյան չեք տեսնում նկարում եք որ եթե
Եթե դրանից հետո մենք տեսնենք, որ ինչ-որ բան մենք սխալ ենք ասել, ես անձնապես, եթե ինչ-որ բան ավել եմ ասել կամ պակաս, եթե այդ պարզվել, ես պատրաստ կլինեի ներողություն խնդրելու, բայց եթե պարզվում է ստերեոտիպ, ես արդեն իսկ համոզում եմ, որ կա նման բան, որովհետև այս ընթացքը ցույց է տալիս, ես իմ համար այդ շատ անընդունելի է ու այդ խայտառակություն է։ Պարոն Գրիգորյան, դուք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ վստահաբար եկեղեցի հաճախում եք։ Գնում եք եկեղեցի, կարող եք ասել եկեղեցին չուլան է թե ոչ եւ դուք անձամբ տեսել եք կառավատ, ինչպես Փաշինյանն էր ասում, եկեղեցում եւ կոշիկներ եւ որտեղ։ Ես եկեղեցում շատ բաներ եմ տեսել, քանի որ ես ապրում եմ Նորատուսում, այնտեղ եկեղեցիները բազմազան են, շատ են, կներեք բազմազան արտադրության համար, տեսեք, մեր եկեղեցին, Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը այս վերջում վերակառուցվեց, այնտեղ ժամանակին, օրինակ, սովետի ժամանակ պահեստ էր, պաների պահեստ էր, դրանից հետո մեր օրերում, արդեն այս անկախության օրերում, այնտեղ քարուքանդ էր, ինչ կառավատ չկար, բայց կար ինչ ասես, մենք ամեն օր այնտեղից զիբիլ էինք հավաքում, ամեն օր թաղի ժողովրդով հավաքվում, զիբիլ էինք հավաքում, որպեսզի այդտեղ, բայց այնտեղ ինչ աղտոտվում էր, այդտեղ չգիտեմ, շինանյութի մնացորդներ էին բերում, ոնց որ սարքել էին բան, ես նախ շնորհակալություն եմ հայտնում այն բարերարներին, ովքեր կառուցեցին այդ եկեղեցին։ Սովետական միության տարիների եւ ես ասում եմ նոր անկախ Հայաստանի ժամանակ այդ եկեղեցին կառուցվել է 2018-19 թվականին է բացվել եւ այնտեղ օծման համար էլ խնդիր կար, այսինքն մայրաթորից չէին գալիս օծելու ըստ խոսակցությունների մակարդակի եմ ասում էին գումար են պահանջում որպեսզի գան օծեն, բարերարները չէին պատրաստվում գումարը տալ, հետո այնտեղից ինչ որ մարդիկ եկել էին որ խաչքար տանեին 5-րդ դարի խաչքարի մասին է խոսքը, թաղի բնակչությունը դուրս եկավ փողոց չթողեց որ այդպիսի խաչքար տանեն, դրանից հետո բայց չգիտես ոնց գիշերվա ժամին մեկ էլ հասկացանք որ այնտեղի խաչքարը ըստ էության չկա, հիմա այդ մասին մենք մարդիկ կան ովքեր զբաղվում են հասկանալու համար որտեղ է խաչքարը, դրա համար ես ինչ որ ավելյալ բան չեմ ասի, մինչև հասկանանք որտեղ է։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ինչ հայտարարի դուք ողջունել եք։ Չէ։ Ձեր հարցադրումը ճիշտ չէ։ Ինչ հայտարարի։ Մինչև հիմա որ ինչ հայտարարի չեք ողջունել։ Տեսեք, եթե ցանկացած ղեկավար եւ ցանկացած կուսակցության ղեկավար, ցանկացած խմբակցության ղեկավար, ցանկացած թիմի ղեկավար ինչ-որ հայտարարություն անում, ինչ-որ պահի քննարկվում է այդ, ինչ-որ պահի քննարկվել է այդ եւ այս պահին վարչապետի այս մինչ այժմ ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ողջունել եք։ Այդպես չեմ կարող ասել, որովհետև չեմ հիշում։ Բայց այս մեկը միանշանակ քաջալերում եք։ Իսկ վարչապետի բառապաշարը, որը օգտագործվում է, բովանդակությունը հասկացանք, որ ողջունում վարչապետի եք։ բառապաշարը շատ մեղմ է, շատ մեղմ է։ Կամփելու ինչն է մեղմ։ Կներեք, այդ բառը շատ եք սիրում կրկնել, բայց ասեմ, այո, շատ մեղմ է այդ ասած, որ մարդիկ այսքան տարիներ ստելով, խաբելով Հայաստանի Հանրապետության հավատավոր ժողովրդին, հույզերի հետ խաղալով, այդ բառը ասում եմ ավելի մեղմ է։ Չեմ ուզում այլ բառեր ասել, որը հետագայում կդառնա քննարկման առարկա, բայց այդ ասածը շատ մեղմ է։ Կներեք, այդպիսի բառեր օգտագործողը կարող է ճիշտ ընտրություն կատարել կաթողիկոսի թեկնածուի, այդպիսի բարեվարքության հարցը գնահատել կամ միանց բառը չի որ Տեսեք, հոգևոր կյանքով ապրած մարդ, հոգևոր կյանքով ապրող մարդիկ եւ աշխարհիկ կյանքով ապրած մարդիկ տարբեր են իրենց բառերի ընտրության մեջ եւ ցանկացած աշխարհիկ մարդ կարող է ասել բառ, որը աշխարհիկ կյանքում օգտագործվում է, բայց հոգևորականները գոնե իրենց բառապաշարին ես չեմ տեսել, որ դու կոնկրետ լրագրողական վարչապետը որ այդպիսի բառապաշար է օգտագործում, էթիկապես ինքը ոնց է գնահատելու մարդկանց բարեվարքությունը։ Օրինակ ասենք աշխարհի գերտերությունների ղեկավարների մոտ թարգմանեն Նիկոլ Փաշինյանի այդ գրառումը եւ այդ թվում եւ այդ բառը ձեր մոտ ինչ որ հարց չի առաջանա։ Ինչ եք կարծում հիմա որ բոլորը չգիտեն, այդ հարցի այդ բառը այդ ինչ մի տրագեդիոն բառ է, վայ ասելա Ժորժան քահանաները հոգևորականներն ինչ բառ ասես օգտագործում են, բայց ես չեմ տեսել լրագրողական հանրությունը որ գնա ասի ղեկավարի մասին է խոսքը, մենք հարցնում ենք երկրի ղեկավարի։ Երկրի ղեկավարն ասել է շատ մեղմ, շատ կարող է ավելի կոշտ լինել։ Իսկ օրինակ դուք ինչ բառ կօգտագործեիք եթե Դե հիմա չեմ, եթե տեղ լինի ժամանակ լինի, ես էլ
օգտագործել, տեսնենք, ես այտենց քաշվելու, ամաչելու այդպիսի բան չունեմ, եթե բառը ասում ես, պատասխանատու ու հաստատ ասելուց հետո չես մտածես նոր ասելուց հետո չես։ Իսկ պարոն Գրիգորյան, մտահոգություն չունեք, որ այս նախաձեռնությունը կամ այս գործընթացը կտապալվի եւ հետագայում կմնա այն ինչ դուք ձեր թիմակիցները դուք արեցիք։ Այսինքն մտահոգվում, որ հավատացյալ ժողովուրդը ինչ-որ բան է ուզում անի, ստացվում կամ չի ստացվում, հարցը չէ, որ հավատացյալ ժողովուրդը ով է, ասենք վարչապետը գրառումներ է արել։ Հիմա դուք ուր եք տեսել այդ աջակցությունը, որ հավատացյալ ժողովրդի անունից հիմա այստեղ հայտարարություն եք անում։ Ես հավատացյալ ժողովրդի անունից հայտարարություն անում եմ այն հավատացյալ մարդկանց մասին, ովքեր ես շփվում եմ, ովքեր մշտապես եկեղեցում պատարակների են մասնակցում, ովքեր իրականում իրապես հավատացյալ են։ Ես անհամբեր սպասելու մասին բան չեմ ասում եմ, որ դրանց մոտ էլ կա պահանջ, որ եկեղեցին վերջնականապես վերադարձվի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եկեղեցին վերջապես վերադարձվի հավատացյալին, ոչ թե ինչ-որ մարդիկ իրենց սեփական բիզնեսը սարքեն։ Վազգեն առաջինը այն ժամանակ ասում էր եկեղեցին դա հավատացյալների խումբն է, ովքեր հավատավոր ժողովուրդ են, ովքեր հավատում են։ Հիմա մեր օրերում ասում են եկեղեցին մերն է։ Ինչ եք խոսում։ Կարծում եք հաջողությամբ կավարտեք եկեղեցին ազատագրելու process-ը, պարոն Գրիգորյան։ Ես չգիտեմ ինչ անկյալ լուծում կստանա, բայց ամեն դեպքում այս պահին այդ գործընթացն է իրականացվում։ Հա, բայց հաջողությանը ձեր հավատում եք այս նախաձեռնության։ Ժորժան, դուք անընդհատ ասում եք, որ ես ասեմ հա մեր հաջողության, մեր չէ, հավատավոր ժողովրդի։ Այո, որովհետև մյուս մասը համաձայն չի ձեր հետ, գոնե այդպես ձևակերպել։ Հավատացյալ մասի, մի մաս, ես գոնե մի մասի, որտեղ բոլորի լավ, կներեք, այդպես կասեմ, մի մասի չէ, մեծ մասի կասեմ։ Բայց ոնց եք չափել։ Ասեմ ոնց եմ չափել։ Հիմա երբ պատարակի տեղում մասնակցում է 50 հավատացյալ եւ 50 հավատացյալներից 49-ը ասում են, որ գործընթացը ճիշտ է։ Դուք գնահատում եք մեծամասնություն, թե փոքրացնյակում են այդ 50 հավատացյալները ասում։ Չէ, կադրեր արա, բայց մի պատարակի, եկեղեցու պատարակի կաթողիկոս ինչպես եք ընտրել։ Պետք է հստակեցնել, որ հավատացյալները եկեղեցում են, թե գրասենյակում չեն։ Բայց Նայելու է ոնց է, հարցադրումը ասում է հավատացյալների պատարակի ժամանակ ասում եք ԿՊ գրասենյակում, այդ լուրջ է։ Չեմ լսել դրա համար ճշգրիտ հիմա վատավոր Պարոն Գրիգորյան, բայց դուք պետք է ուրեմն բոլոր պատարակներին, բոլոր եկեղեցիներով այցելեք, զրուցեք, որ նոր ապարվեք, թե չէ մի եկեղեցում կարող է 100-ից 10-ը ձեր կողմն է, բայց 90-ը ոչ։ Ուզում եմ ասեմ, ոնց եք չափում։ քանի եկեղեցում եք այդ հարցում արել։ Ես եկեղեցում հարցում չեմ անում հավատացյալների հետ։ Իսկ ինչ եք կարծում, չենք շփվում։ Բոլոր Ես հա մոն վառողը դեռ չի նշանակում, որ ինքը հավատացյալ։ Չէ, բա ոնց է կարել, ոնց է Խոսում եք շփվում մենք էլ հայ առաքելական եկեղեցու հավատավոր ժողովուրդ ենք, մենք ես էլ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, շփվում եմ հավատացյալների հետ։ Անցած պահը մեծ պահքին։ Միջև վերջ պահել եք։ 49 օր։ Պարոն Գրիգորյան, դուք մեր հարցերից sense մի զարմացեք կամ ջղայնացեք, որովհետև ես չհասկացա, որ դու չեք լսելու։ Արտասովոր թեմա է սա։ Մենք առաջին անգամ ենք կաթողիկոսի ընտրությանը մասնակից եւ ականատես լինում եւ մեր շատ հարցեր նաեւ կարող է եւ ձեզ քպականներիդ համար անսովոր լինեն, բայց Չէ, անսովոր հարցեր չկան, կան հարցեր եւ դրանց կան պատասխաններ։ Ես 1998 թվականի օկտեմբերի 27-ին, որ կաթողիկոս էր ընտրվում, ես ու դու երևի շատ փոքր էինք, բայց մինչև այս պահը հիշում եմ ծնողներիս զայրույթն ու անհանգստությունը, երբ ասում էին Հայաստանի Հանրապետությունը գլխատվել է, բայց ամեն դեպքում իրանք իրաց որոշումը չեն փոխել եւ պետք է արագացված այդ գործընթացն անեն ու այս Այդ ընտրությունը նկատում եք Հա, այս։ իհարկե։ Իսկ կաթողիկոս ինչպես եք ընտրել, հնարավոր է այսպիսի փոփոխություններ անեք, որ օրինակ այդ ընտրությանը մասնակից լինի նաև ԿՊ պատգամավորներ, իսկ Եթե ԿՊ պատգամավոր կլինի, լրագրող կլինի, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կլինի, ովքեր հավատավոր ժողովուրդ են, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, կարող են մասնակցել։ Ես իմ կարծիքն է։ Բայց սահմանադրությամբ իրավունք չունի Ես բան չեմ ուղարկելու, ես մինչ այս պահն Արեգ ջան ասեցի, որ ես ինքս այդ գործընթացին չեմ մասնակցելու ի պաշտոնե, որպեսզի
Չէ, ես նկատի ունեմ այդ գործընթացին չեմ մասնակցելու, նոր մի քիչ առաջ դեստեր չէի հարց ընչեց։ Այսինքն այդից որևէ մեկը դուք չեք պահել։ Հա, այո։ Այդ գործընթացին այստեղ հարց տվեցին, որ կմասնակցես, արդյոք այդ գործընթացին ընտրելու գործընթացին այդ իմաստով ասում, ես չեմ մասնակցի, որովհետև ի պաշտոնե կարող է ենթադրվել, որ չգիտեմ, շատ ու շատ մարդիկ ըստեյության հետևեն մեզ եւ այլն, դրա համար ես ինքս Բայց ճիշտ է, Բայց սահմանադրությամբ իշխանությունը իրավունք չունի միջազգային, այսինքն Դե կարող է լինել, ՔՊ-ից կլինի, լրագրող կլինի, այդտեղից կլինի, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այո, իրավունք ունի, կարող է մասնակցել բայց սահմանադրությամբ իշխանությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու Կանոնադրությամբ էլ թույլ չէր տալիս կուսակրոն հոգևորական ունենալ երեխա։ Բայց պետք է դա դեռ ապացուցել։ Ո՞նց ապացուցել։ Դե դուք եք պահանջի փաստերով։ Փաստերը որտեղից իրեն։ Եկեղեցի ոչ երկում ոչ հաստատում, ուրեմն դուք ապացուցեք, որ երեխա ունի։ Վարչապետն ասաց, որ կան փաստեր։ Եվ եթե հանկարծ կհերքեր, ես կհրապարակեմ, բայց իրենք չեն հերքում եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության կատարող յուրաքանչյուր բանից պետք է տեղյակ լինի։ Չգիտեմ, այդ կներեք, բայց կարող եք վարչապետին հարցնել։ Այսինքն ստացվում է ի պաշտոնը իրեն տրամադրել են տեղեկություն, որը նա օգտագործում է արդեն որպես ներկայանում է որպես առաքելական եկեղեցու հետևորդ։ Ես չգիտեմ ինչ է ստացվում ըստ էության, ոնց է ստացվում, ոնց է այդ փաստերը ասել, կարող է հավատավոր ժողովուրդն տվել, հայո ամեն ինչից պետք է տեղյակ լինի, կարող է հավատավոր ժողովուրդն տվել, բայց նորմալը եւ բարոյական։ Ջորջան, չէ, ոչ մի բան նորմալ չի։ Նորմալ է որ մեկ իր քերու կնոջ հետ եսիմ ինչ անի, մեկը կուսակրոնությունը հաղթի, հավատավոր ժողովուրդ իրավունք չունի, սահմանադրության մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա չխառնվի, ինչ ուզեն անել։ Հիմա Հովիկ Աղազարյանն ասում էր, որ եթե դուք ժամանակին Չէ, չմտնեիք իր անկողին եւ իր հեռախոսի SMS-ները չկարդայիք, նույնը չէ, որից է մեկի անկողին, որից է մեկի SMS կարտած, ես չգիտեմ ով է ինչ ասել, ես դրան չեմ ուզում պատասխանել։ Պարոն Գրիգորյան, դուք որ sense այս դավաճանություններին դեմ եք, կարող է ինչ որ այդ հատուկ կոնկրետ կառույցների մոտ ինչ որ ծառայություն, հերթապահություն ունի, որ ոչ մեկ հանկարծ իր կնոջը կամ ամուսնուն չդավաճանի, հա, դուք շատ եք։ Ուրեմն տեսեք, մենք 3 րոպե առաջ խոսում ենք հայ եկեղեցուց, խոսում ենք Հայաստանի Հանրապետության քրիստոնեության մասին, հիմա խոսում ենք ինչ-որ մարդկանց դավաճանանից, այո, հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, հայ քրիստոնյան, այո, պետք է չդավաճանի։ Եվ այդ հարցը փակ է։ Պետք է ունենա պարկեշտ ընտանիք, լավ ընտանիք, հարգիր ընտանիքը եւ ապրի հենց ոնց հասարակ մարդկանց թե հոգեվորականների մասին եք։ Ես առհասարակ ընդհանրապես մարդկանց մասին եմ ասում։ Դավաճանությունը Պարոն Գրիգորյան, լավ, այստեղ իրավական, լավ, արեք մի քիչ լրջացնենք, էլի։ Պարոն Գրիգորյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը գործողությունների պլան է հրապարակել, որում հակա սահմանադրական տարեր են պարունակում, այդպես են ամենայն դեպս իրավաբանները գնահատում, այսինքն ինչ է նշանակում ձևավորել թիմ, որը զբաղվի կաթողիկոսի ընտրությամբ, որովհետև կաթողիկոսի ընտրության հարցը եկեղեցական օրենքներով հստակ ամրագրված է։ Այսպիսով չի նշանակում, որ սահմանադրություն է խախտվում։ Դեմեք սահմանադրական դատարան, սահմանադրության խախտումը կասի միայն սահմանադրական դատարանը։ Ես իրավաբան չեմ կարող ասել։ Պարոն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառման մեջ ինքը ասում է անդամներին ընտրության հետ կապված պետք է Աստծո օգնությամբ ընտրենք եւ հոգու աչքերով։ Հիմա դուք Աստծո օգնությամբ այդ ո՞նց եք հասկանալ այդ անդամը արժանի է այդ չափորոշիչները կա եւ ձեր հոգու աչքերով ինչպես եք օրինակ հասկանալ, օրինակ Փաշինյանը ձեր հոգու աչքերով ինչպեսին է։ Այդ չեմ կարող բացատրել, եթե շատ մոտենակ Աստծուն ավատացյալ լինեք, կարող եք հաղորդակցվել իմ կարծիքով։ Ես չգիտեմ, եթե հաղորդակցվեք, ըստ այդմ կհասկանաք։ Ցանկացած դեպքում մտեք եկեղեցի, հաղորդեք եւ Աստծուն ասեք, Աստված ջախտանք մեզ ճիշտ ուղու վրա դիր, ինքը անպայման կդնի։ Հիմա ձեր հոգու աչքերով Փաշինյանը ինչպեսին է։ Պարոն Գրիգորյան, այնուհանդերձ Հացը թողեցի ու սպասի։ Ինչպես պատասխանում եք։ Ինչ Ինչպեսին է։ Չլսեցի։ Ձեր ասում եմ հոգու աչքերով կարող եք մարդկանց հասկանալ։ Ձեր հոգու աչքերով Փաշինյանը ինչպեսին է։ Հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ
արկեստ բարեպաշտ մարդ։ Շնորհակալություն։ Ներողություն, պարոն Գրիգորյան, այնուհանդերձ դուք ինչպես եք կարծում, ինչպես պետք է տարանջատվի եկեղեցի պետություն հարաբերությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանի այս առավոտվա գրած գործողությունների հերթականությունը նշանակում է, որ կառավարությունը միջամտում է կաթողիկոսի ընտրության հարցին, որտեղ ասում է այն 10 հոգուն այդ հանձնաժողովի, որը պետք է կաթողիկոսի ընտրության հարցով զբաղվի, ես եմ որոշելու։ Այսինքն դա նշանակում է, որ վարչապետը ուղիղ ազդեցություն է ունենալու կաթողիկոսի ընտրության եւ այս նշանակման հետ կապ։ Ասեմ Նարեկ ջան, իրականում հարցը շատ լավն է, ասում է ոնց տարանջատել։ Երբ հավատավոր ժողովուրդը, որ հավատավոր ժողովրդին առաջնորդում է մարդիկ, ովքեր բացառապես զտարյուն մաքուր մարդիկ են, հավատացյալ են եւ իրենց առաջնորդության ընթացքում ոչ մի ուխտ չեն խախտում, ոչ մի Աստվածաշնչից դուրս ոչինչ չեն անում, իշխանություն չէ ով ուզում լինի, ոչ մեկը չի կարող, ուղղակիորեն չի կարող խառնվել եկեղեցու գործերին, բայց որոշելու 10 հոգին Շրջան հարցը թույլ տվեք պատասխանի էլի։ Բայց երբ ասում եք ոնց եք ընտրելու եւ այլն, այդ կորոշի հավատավոր ժողովուրդը ըստ էության ու թե ինչ ընտրություն կանի, վստահ եմ, որ Աստված իրենց կառաջնորդի եւ չի թողի, որ սխալ։ Չէ, ներողություն, Նիկոլ Փաշինյանն ասում է 10 հոգուն ես եմ ընտրելու այդ հանձնաժողովի։ Այսինքն նա ուղիղ ազդեցություն է ունենալու եկեղեցական հարցի, այն էլ կարևորագույն հարցի վրա ազդեցություն ունենալու, հա, ազդեցություն է ունենալու։ Սա դուք չեք համարում խնդրահարույց։ Իհարկե չեմ համարում, ցանկացած կարող է 5 հոգի էլ օրինակ եմ ասում, դուք որպես հայրաքելական եկեղեցու հետևորդ ասեք 5-ն էլ ես եմ ընտրում։ Հա, եւ կարող եք, իհարկե, ես լրագրողներ ինչի լրագրող չի կարող հավատացյալ լինել չմասնա։ Այսինքն դուք կարծում եք այս երկրում կլինեն մարդիկ, որոնք մեյլերով իրենց տվյալները կուղարկեն Նիկոլ Փաշինյանին եւ կասեն համաձայն ենք լինել այդ հանձնաժողովում, որը Գարեգին երկրորդ կաթողիկոսին հրացնելու է, հա։ Կարծում եմ, հա։ Կարծում եմ, հա, հավատացյալներ այսօր 21-րդ տարում տարբեր էլեկտրոնային հարթակներով շփվում են, հիմա այն ժամանակները չէ, որ նամակ ծրար են տամ։ Բայց ով է ասել, որ դուք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի քրիստոնյա եք, քան այն մյուսները, որոնք ձեր քայլերը սխալ են։ Ավելի քրիստոնյա չկա, կա քրիստոնյա եւ ոչ քրիստոնյա, կա հավատավոր ժողովուրդ, կա աշխարհիկ եւ հոգեվոր դասեր։ Ավելի քրիստոնյա չկա, կա քրիստոնյա եւ ոչ։ Շնորհակալություն։